Կոմբայնավար Արթուր Հայրապետյանն արդեն 4 օր է Ասկերանի շրջանում Գարուբեր քաղաքին է մասնակցում։ Օրական շուրջ 10 հեկտար է հնձում։ Իհարկե, Ջոն Դերմակնիշի այս կոմբայնով հնարավոր է օրական կատարել մոտ 30 հեկտար հունձ, սակայն քամու պատճառով գետնին տապալված գարու հասկերը հավաքելն է փոքրինչ դանդաղեցնում աշխատանքը։ Փաստը սակայն չի խանգարում անկորուստ բերքահավաքին։ Արթուր Հայրապետյանն, ով այս տարածքում առաջին անգամ չէ հունձ կատարում, ցուցանիշներն աննախադեպ է որակում։ Շատ ուղերին գածա գերին։ Հավաքը մոկլի կամաց։ Քիչ չի բերք ստարելավ։ Դուր 3.2 ալել հեկտարը։ Մենք ստե 2.2 կես այդի վնակացա հանա։ Այսինքն 22 ցենտներ։ Դա նորմալ է։ Դե շատ լավ է, ոչ թե նորմալ է։ Ստեղ ռետքի եմ դիպե։ Այս օրերին Գարուբեր քաղաքը սկսվել է հանրապետության ողջ տարածքում։ Գյուղոլորտի պատասխանատուներն են շեշտում։ Տարին հացահատիկի մշակությամբ զբաղվողների համար բարեհաճ է գտնվել։ Գարու հունձը այս պայդրությամբ կազմում է միջին հանրապետականը 28.1 ցենտներ հեկտարից, աննախադեպ հաջողված տարի ունենք, եւ եթե ուսումնասիրում ենք նաեւ խորհրդային տարիների ցուցանիշները, այսպիսի ցուցանիշներ երբեք մենք չենք արձանագրել, մոտ մենք Քաշաթաղի շրջանում օրինակ միջին բերքատվությունը 36 ցենտներ է, այս պահի դրությամբ կազմում հադրութում 31 ցենտներ։ Այսօրվա դրությամբ հանրապետությունում հացահատիկահավաք կոմբայների պակաս չկա։ Հունձը մեկնարկել է հարթավայրային գոտիներից։ Գյուղնախարարը կոչ է անում օգտվել բարենպաստ եղանակային պայմաններից ու հնարավորինս արագ ավարտել բերքահավաքը։ Մենք հրավիրել ենք նաև կոմբայններ Հայաստանի Հանրապետությունից, պիտի առաջիկա 1 շաբաթվա ընթացքում ավարտեն գարու բերքահավաքը։ Անդրանիկ Խաչատրյանը մեկ անգամ եւս անդրադարձավ գարու մթերման գնի հետ կապված խնդիրներին։ Կառավարության համապատասխան որոշման համաձայն գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով գարու մթերումն իրականացում է 105 դրամով հիմնադրամի Արցախում գտնվող պահեստներում։ Շուկայում արդեն գինը իջել է 75-80 դրամ, 105 դրամ մեր հարից գինը պահպանվում է Ղարաբաղում, Մարտու Շուշիում, Ասկերանում, Ստեփանակերտի պահեստներում, ինչպես նաև Հադրութի, Մարտունու, Խաչմերուկում այնտեղ էլ մենք վարձակալել պահեստ, որպեսզի այս կողմի հողագործներ այնտեղ մթերեն հանձնեն իրենց բերքը եւ Հայաստանի Հանրապետությունում 115 դրամով։ Գարուբեր քաղաքից հետո անմիջապես կմեկնարկի ցորենի հունձը։ Առաջիկայում քննարկման կդրվի նաև ցորենի մթերման գնի հետ կապված հարցը։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հողօգտագործողը չտուժվի։ Երևի 1 շաբաթից 10 օրից սկսենք արդեն եւս համատարած ցորենի բերքահավաքը։ Բերքահավաքը շարունակվում է, գլխավոր վտանգը հրդեհն է։ Պետական ծրագրով հակահրդեհային միջոցառումներ իրականացում են։ Գյուղնախարարը սակայն ավելորդ չհամարում եւս մեկ անգամ բոլորին զգուշության կոչ ուղղել է։ Պետք է զգույշ լինել եւ ցանկացած անզգույշ դեպք կարող է լուրջ վնասների հասնել։ Խոտածած տարածքները շատ են, հրդեհավտանգ տարածքները մեծ են եւ ինչպես դուք այսօր տեսաք, շատ դժվար է պայքարել հրդեհի դեմ։ Գենադի Երեմյան, Մերուժան Հայրապետյան, օր